Ճանապարհային դեպարտամենտը պատրաստվում է ձմռանը։ Հանրապետության բոլոր ճանապարհաշինական ընկերություններում աղ ու ավազի պաշարներ են կուտակել անցել ձմեռային սպասարկման։ Ծաղկաձորը եւ Անկավանը դժվար անցանելի տարածքներ են, դրա համար ունենք երկու հատ վիդուշի կամազներ, որոնցով սպասարկում ենք տվյալ ճանապարհները։ Կոչնդոտները լնում են, բայց հաղթահարում ենք 3500 կուբամետր լեռնային ավազ ենք կուտակել, մի 60 տոննա աղ։ Մեքենամեխանիզմների պահանջվող քանակը ձեռք ենք բերել դեռ 20 թվականից վերազինումներ ենք ունեցել նոր տեխնիկաների, հիմնական ձմեռային սպասարկման մեխանիզմներն էլ բոլորը պատրաստ վիճակում են։ Հրազդանի տարածաշրջանում ամառային սպասարկումն իրականացրել են լիարժեք, արդյունքից գոհ են։ Պետբյուջեի միջոցներով Կաքավաձոր տանող 5 ու 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որը չէր վերանորոգվել ավելի քան 40 տարի, հիմնանորոգվել է։ Այժմ էլ սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհներն են նորոգվում։ Մեր համայնքում խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել 18 թվականից հետո աննախադեպ չափերի այդ ծավալի աշխատանքներ այդ ամբողջ 30 տարվա ընթացքում չի կատարվել։ Հիմա այս տարիների ընթացքում կարելի ասել ամբողջ Հրազդան քաղաքում հիմնական գլխավոր ճանապարհները արդեն անցել են երկրորդական ճանապարհներին։ Բոլորը ասֆալտապատվում են, վերանորոգվում են, հիմնանորոգվում են։ Հայաստանի Հանրապետությունում սպասարկող ամառային սպասարկում իրականացվող ճանապարհներին բոլոր տեղամասերում աշխատանքները կատարվել են բավականին լավ վիճակ, ունեցել ենք նաև թերություններ, հատվածներ, որոնք բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից։ Բերդի ճանապարհահատվածում 2-3 անգամ վթար էր տեղի ունեցել, այդ հատվածում քաղաքացիների կողմից մատնանշվել էր պարոն նախարարին, խնդրել էին, որ մենք այդ հատվածում տեղադրենք հայելիներ, եւ դա ընդամենը 3-4 օրվա ընթացքում մենք կարողացանք այդ հայելիները տեղադրել եւ շատ գոհ են։ Ամառային սպասարկման ընթացքը դե ապրիլի 15-ից նոյեմբերի 15-ն է նախատեսված, բայց պատահում է, որ մեզ մոտ մայիսին էլ է ձուն գալիս։ Այնքան պաշար պետք է կուտակեն, որ խնդիրներ չունենան, եթե նույնիսկ մինչև մայիս էլ ձյուն գա, վստահեցնում է ընկերության ինժեները։ Անցած տարի ընդհանուր առմամբ 280 տոննա աղ ու ավազ են օգտագործել։ Այս տարի եւս նույնքան կկուտակեն, թեև ամեն տարի գինը բարձրանում է, իսկ կապալառու ընկերությունները ըստ պայմանագրի 5 տարի ժամկետով ճանապարհը սպասարկելու պարտավորություն ունեն։ Անցած տարի աղի ինքնարմանը 36000 էր, տարի թանկացրել են երևի 8000-ով։ Մեր վրա բացական է անդրադառնում, որովհետև մենք մրցույթը շահել ենք 5 տարի առաջ, այնքա աղը արժեր 22000, հիմի դարձել է 45000։ Իրենցից մենք սպասարկում ենք ձեռք բերել, այսինքն մենք իրենց վճարում ենք ճանապարհը բաց պահելու համար։ Հիմա գինը թանկացել է, մտահոգություն եղել է, բայց եղել են տարիներ, երբ որ նորից բարձրացվել է, իջվել է, տատանվել է, դա իրենց ռիսկն է, էլի։ Այս պայն ուսումնասիրություն չունենք գնային արժեքը։ Եկող տարի, երբ որ կլինի համապատասխան արդեն մրցույթների հայտարարման ժամկետը, մենք հայտերը կազմելու ընթացքում կուսումնասիրենք շուկան։ Ճանապարհային դեպարտամենտը թեև սպասարկում է հանրապետական եւ միջպետական ավելի քան 3100 կիլոմետր ճանապարհ, սակայն փոխտնօրենը հավաստիացնում է, համագործակցում են մարզային ու համայնքային իշխանությունների հետ ճանապարհները բաց պահելու նպատակով։ Ունենք բարդ տարածաշրջաններ, օրինակ Շիրակի մարզում Աշահոսք, Բավրա, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը, նույնը Գյումրիից դեպի Սպիտակ, Վանաձոր ճանապարհահատվածը, ձմեռային ամիսներին դրանք ձնաբուքի օջախներ են հիմնականում ու շատ դժվար է դրանք մաքրելը։ Բացի եղանակային խիստ պայմաններից, հաճախ նաև որոշ վարորդների անպատասխանատու վերաբերմունքն է դժվարություններ ու վթարային իրավիճակներ ստեղծում։ Հետևաբար կոչ են անում խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել միայն ձմեռային ու նոր անվադողերով։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։